Մարգարիտա Ուշուց 100,000 թվերների մասով կան լուրջ կասկածներ, ինչպես նշեցիք նաև դուք, հենց այդ 100,000 թվերներն են, որ ՔՊԻ-ն վերել են 49%, եւ կա կարծիք, որ եթե չլինեին այդ 100,000 կասկածելի քվեները, առնվազն լինելու էր երկրորդ փուլ կամ անգամ ընդդիմության հաղթանակ։ Կհաջողվի ձեզ բացահայտել այդ 100,000 թվերների առնցվածը եւ ՔՊԻ-ին կանգնեցնել փաստի առաջ, եւ երկրորդ հարցը Փաշինյանը հայտարարեց, որ ամեն ինչ անելու է, որ ՔՊ-ն դառնա սահմանադրական մեծամասնություն։ Ըստ ձեզ, ինչ քայլերի է դիմելու իր նպատակին հասնելու համար, օրինակ կփորձի ընդդիմության շարքերից պատգամավորներ գովանալ։ Ես ճիշտն ասած չէի լսել այդ հայտարարությունը, անկեղծորեն չեմ էլ պատկերացնում, այսինքն ոնց կարելի է նման հայտարարություն անել։ Ինչևէ, նույն հաջողությամբ ոնց կարելի է ատելության խոսք տարածել, ոնց կարելի է վարչական ռեսուրս այդքան չարաշահել, ոնց կարելի է քրեական հետապնդումները որպես զենք օգտագործել քաղաքական պայքարում։ Ինչևէ, այդ ամենը տեսել ենք։ Սահմանադրական դատարանը հենց այս պահին էլ եմ արձանագրում, ունի բոլոր հնարավորությունները նշանակելու, օրինակ, ընտրությունների երկրորդ փուլ։ Պատկերացրեք այս կուտակային բոլոր խնդիրները գնահատելով նշանակի երկրորդ փուլ։ Իդեպ, ես կարծում եմ դրա միայն աջակցություն պետք է ունենա։ Օրինակ, երրորդ անձ ներգրավված քաղաքացիական պայմանագիրը, այդ որ ասում եք սահմանադրական մեծամասնություն, միգուցե հիմա ենթադրում եմ իրենք սահմանադրական դատարանում միանալու են մեր դիրքորոշմանը, որ այո, ընտրության արդյունքները անվավեր ճանաչվեն։ Երևի դա ի նկատի ունի, չէ՞, որովհետև հակառակ մնացած բոլոր հնարավոր իրավիճակները կարծես ժողովրդավարության բաստիոնից բխող չեն։ Թե ի վերջո ժամանակն է եկել արձանագրելու, որ Հայաստանում բնավ ժողովրդավարության բաստիոնին հարիր իրավիճակ առկա չէ, այլ սրընթաց դեպի բռնապետության իրավիճակն է։